Ընկերներ, այնտեղից սխմեք մենյու, կողքի ձախ կողմից սխմեք մենյու, այնտեղ կա էդիտ, սպաս, հա, ապրես, հա, ժամանակը դզեր տակը 24-ը դզեք, էդիտ թայմա գրած վայթեմ,
Հոխեք գրեք հենց հիմա։ Դավո։ Ավելացրեք հենց։ Բարի երեկո սիրելի բասկետբոլացիներ, վերադառնում ենք Pro Basket Liga 2025-2026 մրցաշրջան, որտեղ այսօր մրցելու են Phoenix Perception-ն ու BKM-ն։ Phoenix-ը այս տարվա մրցաշրջանում դեռ ոչ մի հաղթանակ չի գրանցել, BKM-ն էլ այս պահին վերջին տեղում է հայաստանցի թիմերի, այսինքն իրենց համար իհարկե շատ կարևոր խաղ է սպասվում, ասեմ ավելին
Արդիկը 3 պարտվեց US Titans-ին, ԲԿՄ-ն արդեն իրենց հաղթել է եւ հերթական այս հաղթանակը կարող է իրենց դիրքերը միայն ամրապնդել Ալիգայի թիմերի կազմում եւ ասեմ մեկնարկային կազմերը թիմերի Phoenix Perception Damian Williams Jr. Jamario Springles Varan Papikyan Rafael Sandy եւ Jesias Metellus ԲԿՄ Տիգրան Մկրտուման Cameron Collins Marat Mikhailyan David Vartanyan Samvel Gevorkyan 2-3 դիրքային պաշտպանությամբ է մեկնարկել հանդիպումը ԲԿՄ-ն փայլուն փոխանցումներություն Perception-ը փայլուն փոխանցում էր Տիգրան Մկրտումյանի կողմից եւ առաջին 2 արձակումները փաստորեն ԲԿՄ-ի արդյունավետ են ստացվում խաղի մեկնարկում 3 օրինակ Arctic US Titans խաղը որտեղ ինչպես արդեն ասացի պարտվեց Arctic-ը առաջին խաղակեսը ավարտվեց 41-41 հաշվով եւ միայն երրորդ քառորդում US Titans-ը հավաքեց 20 միավորի առավելություն ու դարձավ վերջին իհարկե խաղի ախտոր չկարողացավ ոչ մի կերպ comeback անել դրանից հետո Arctic-ը ես ոչ թե ասում սպասում նմանատիպ խաղ բայց միևնույն է կարծում եմ որ միավորները հավասար են լինելու թիմերի միևնույն է այնպես չէ որ ջախջախիչ հաղթանակ է ունենալու իմ կարծիքով թիմերից եւ ինչ որ մեկը 3 վայրկյանից ավել ժամանակ էր Տիգրան Մկրտումյանը անցկացրել մրցակցի տուգանային հրապարակում դա խախտում է համարվում բնականաբար եւ ուղարկում է հակառակում գնդակը ուղիղ դիրքում Դամյոնը Jamarius-ին փոխանցելիս գնդակը ուղարկում է դուրս Այո, Վարդանյանի 3-ը ես եթե անկես լռել էի, որովհետև ուշադիր նայում էի Williams Jr-ի պաշտպանությանը, ով մինչև վերջին վայրկյանը թիմի բոլոր բասկետբոլիստներին հուշում էր, թե ուր պետք է շարժվել, բայց վերջում չկարողացավ փակել այն դիրքը, որը հենց իրենն էր Rafael Sandy փայլուն ուղարկում է 2 մրցակցի երկինք, բայց հետո ֆլոտերը վրիպեց Մկրտումյան ունի տարածություն հասավ Պապիկյանի դիմաց միջին է փորձելու Մկրտումյանը շատ վստահ նետում էր Sandy-ն է անկյունում Մատելուս վերջապես ստանում է գնդակը Jamarius Մատելուսը Վարամ 4 վայրկյան Հարցակման ավարտին 1 վայրկյան նետում է պետք Պապիկյան Վրիպում վերջին վայրկյանը իր հարցակական բորդը Phoenix-ին է շատ լավ խաղաց Sandy-ն Pringle-ն գտնում է իրեն բայց Տիգրան Մկրտումյանը կարծես թե լուրջ վնասվածք է ստացել պարկետին է այս պահին Ոլորել է կարծես թե ոտքը ոտնաթաթ է նույն ինքը Էմա իհարկե կտանեն իրեն պայստայների նստարան իհարկե բոլոր բասկետբոլիստները ովքեր այս վնասվածքը ունեցել են շատ լավ հիմա հասկանում են զգացողությունները Տիգրան Մկրտումյանի շատ ցավալի վնասվածք է Եվ իհարկե փոփոխում Ռոմա Սարիբեկյանը կհայտնվի խաղադաշտում ԲԿՄ-ի կազմում Լավ պաշտպանություն Դամյոնից Մարատի ոտքը դիպչում է կողային գծին կորուստ ԲԿՄ Ինչպես եւ Phoenix-ը, այդպես էլ ԲԿՄ-ն է պաշտպանվում դիրքային պաշտպանությամբ ու 3-ը Մատելուսի տեղում է 4 րոպե անցավ խաղում թիմերը դեռ հավասար խաղ են ցույց տալիս Գևորքյան գտավ Քեմ Քոլինսին միջինի վրա այո ճիշտ է Քեմը Sandy շատ վստահ 3 Rafael Sandy-ից ասեմ որ ԲԿՄ-ն
երկու, այսպես ասած, վտանգավոր խաղացող ունի պաշտպանվելու համար, դա Ռաֆայել Սենդինը եւ Քսայիս Մատելուսը, ով իհարկե հերահար գծից շատ լավ նետումներ են կատարում Ռոմա Սարիբեկյանի միավորները կամ բկմայից տուգանք էին պահանջում, հետո էլ end one, բայց ասեմ, եթե տուգանքը արձանագրվեր, ապա end one չէր լինելու, որովհետև շատ վաղ էր եղել այդ խախտումը, խլել է գնդակը բկման եւ Մարատ Միքայելյան մարզադաշտում եւ ոչ ոք չհասկացավ ինչու նետեց Մարատը, բայց միավորները կան, այնպես որ բողոքել պետք չէ Նորից խլել է Մարատը, դե մի հատ էլ հերվից, ոչ, որոշում է ճիշտ խաղալ այս անգամ Մարատ և time out է օգտագործելու Phoenix Perception-ը, մենք կվերադառնանք դադարից հետո Time out-ից հետո նորից դիրքային պաշտպանություն ԲԿՄ low post-ում Pringle-ն է գնդակով Պապիկյան միջին ոչ Ռոման էլ մոտ էր գնդակը փրկերում բայց լավ պայքար Phoenix-ի բասկետբոլիստների կողմից էր Գևորգյանի խլումն էլ չի ստացվում եւ 10 վայրկյան Phoenix-ը ունենալու է արձակումը ավարտելու համար փոփոխում կլինի Phoenix Perception-ի կազմում Միրոն Ազարյանը կստանում է խաղում իր առաջին րոպեները Պապիկյանը գալիս է հանգստանալու Գնաց Միրոն օղակի տակ Ուիլյամս մեկ վարկյան արձակման ավարտին հասրեց բաց թողնել ձեռքից գնդակը վերջին վարկյանին միավորները տեղում են Phoenix Perception-ին ստանում է Քեմ Քոլինսը վերևում գնդակը ունի ազատ խաղընկեր Գևորգյան լավ փոխանցում էր անկյուն Վարդանյանը եւս չի նետում այո շատ հանգիստ Սամվել Գևորգյան երկուստ Դամյան շարժում է Phoenix-ը գնդակը պերիմետրով Սենդի նորից Մատելուս իր սիրելի դիրքում է Բենգ Եվ նորից ճնշում է Դամյանը Մարատին բայց գնաց միջև Միքայելյանը փայլում պաշտպանություն Սենդի Աստավ գնդակը Օղակի տակ Դամյոնին հիմա էլ Ջամարիուս Սպրինգլ եւս երկուս եւ հենց այսքանով հավասարվում է խաղի հաշիվը շատ արդյունավետ խաղ ենք դիտում հաշվի առումով իհարկե երկու թիմերն արդեն 20 միավոր են վաստակել Քեմ Քոլինսի ֆլոտերը չկա Սենդի անցավ օղակի տակ լավ պաշտպանություն էր վերջապես նետումը կա բայց միավորները չկան նորից հրիպում Մարատ պոստում թողնում է Ռոմային գնդակը Եվ հերվից Սամվել Գևորգյան շատ անհաջող երեքի փորձ
Դամյան շատ անհաջող փորձ փոխանակվում են անհաջող 3-ներով ԲԿՄ-ն եւ Ֆինիքսը եւ նորից ԲԿՄ-ն պատրաստվում է կազմակերպել է հերթական հարցակում փոփոխում պլանավորեց Միրան Ներսեսը ԲԿՄ-ի գլխավոր մարզիչը 3 Քեմ Քոլինս այո բոլորս էլ վստահ եմ արդեն նկատել ենք ինչքան է սիրում Քեմ Քոլինսը անկյունից 3-ներ կրակել եւ նաեւ արդյունավետությունը բարձր է Նազարյան հիանալի պաշտպանություն Մարատից բայց հասնում է Ջեսայես մատելուսին գնդակ օղակի տակ Դամյան Ջունիոր իհարկե վերև է փոխանցելու 5 վայրկյան արձակման ավարտին Սենդի ֆլոուտեր ոչ վերջապես ուզում էի ասել ԲԿՄ-ն տիրապետեց գնդակը բայց նորից խլել է Phoenix Perception-ը իհարկե այսքան փորձ տալուց հետո պետք է հասկանալ որ յուրաքանչյուր թիմ էլ 2-3 փորձից հետո միավոր վաստակելու է այնպես որ ավելի ուշադիր է պետք լինել Մարատ լավ փոխանցում օղակի տակ Ռոմա եւ այո Խախտում ոչ սպորտային տուգանք 1 վայրկյան այսպես ասած խնդրեցին ԲԿՄ-ի բասկետբոլիստները, բայց իհարկե սա ոչ սպորտային չէր, որովհետև արդեն Ռաֆայել Սենդին օթում էր եւ փորձում էր այնպես անել, որ թե ինքը եւ թե մրցակիցը վնասվածք չստանան։ Նետում չկար, այնպես որ օղակի տակից արձակումը կվերսկսի ԲԿՄ-ն։ Եվ թայմ-աութ ԲԿՄ։ Ոչ, մոտիկացի չի լսվում, նոր ասա։ Ապա ես իմ ականից դեպի դորած։ Կամ դրոշա։ Ոչ չկա, ով է նաև ոչ չկա։ Թայմ-աութից հետո Միրոն Նազարյանը արագ հարձակում, երկու միավոր է վաստակում ԲԿՄ-ի անհաջող հարձակումից հետո առաջին երկու միավորներն էին Ֆինիքսի երիտասարդ բասկետբոլիստի Մարատը պիկ էն ռոլ Քեմի հետ եւ նորից խլում է գնդակը Ֆինիքսը այս պահին ունենալով մեկ միավորի առավելություն փայլուն պաշտպանություն Քոլինս 3-ը մեկի այս պահին նույնիսկ հարձակում ԲԿՄ իհարկե միավորները լինելու են Սամվել Գևորգյանին վերադարձնում է առավելությունը ներողություն 40 վայրկյան առաջին քառորդի ավարտին նորից լավ պաշտպանություն Մարատ անհաջող խաղացին իրականում բայց վերջապես ազատ դիրքում ունեն խաղընկեր Քոլինս 3 Պրինգլ լոու պոստում 10 վայրկյան քառորդի ավարտին Սենդի Էրվից վրիպում է կա 5 վայրկյան արձակումը ավարտին հասնելու համար 1 վայրկյան նետում է պետք Քեմ ոչ ափսոս այդքանով ավարտում ենք առաջին քառորդը 24-28 միավորի առավելություն ԲԿՄ-ի կողմից մենք կվերադառնանք դադարից հետո
Դառնում է պարկետ ԲԿՄ Phoenix 28-24 միավորի առավելություն ԲԿՄ-ն կարողացավ առաջին քառորդի վերջում վերցնել ինչպես եւ խաղի սկզբում ասացի այնպես չէ որ պետք է վստահ լինել թիմերից ինչ որ մեկի վրա ասելով որ իրենք այսօր հաղթելու են որովհետեւ երկու թիմում էլ կան սնայպերներ այներ ուժեղ սնայպերներ եւ եթե մի քանի հարցակում վրա 3 միավորածները դիպուկ լինեն եւ թիմերից ինչ որ մեկը կարողանա վերցնել մոմենտում, ապա այդ ժամանակ դժվար է լինելու մրցակցին պաշտպանվել եւ թե հարձակվել։ Pringles խելեր են գնդակը, Հայկ Ղարախանյանն է ստացել Քեմ Քոլինս։ Առաջին երկու խաղերում Քեմերոն Քոլինսը դեռ հանգիստ էր, այսպես ասած ընտելանում էր թե եվրոպական բասկետբոլին եւ թե ԲԿՄ-ին, իսկ հիմա արդեն 2-3 խաղ է նկատվում է ինչ փորձառու բասկետբոլիստ է վերջապես ամենատարիքովն է այս պայն թիմում, բոլոր մնացած բասկետբոլիստները ամենամեծը, եթե չեմ սխալվում, 21 տարեկանն է թիմում, այնպես որ իհարկե բոլորից փորձառու է եւ նաեւ 3 տեն է սկսել դիպուր կրակել, չնայած բացի այդ նախորդ խաղին ԲԿՄ-ի Թայթանսի դիմաց 23 միավոր 22 ռիբաունդ փայլուն ցուցանիշ ցուցադրեց Հայկ Ղարախանյանն էլ իր հերթին է իր առաջին միավորները հավաքում խաղի եւ ԲԿՄ-ում այս պահին մնաց 4 բասկետբոլիստ ովքեր միավոր չեն վաստակել, իսկ այդ բասկետբոլիստները նրանք են ովքեր նույնիսկ 1 վայրկյան չեն եղել խաղադաշտում, այնպես որ իրենք էլ ամենայն հավանականությամբ կստանան հնարավորություն Հայկ Ղարախանյանի վրա խախտում Վահրամ Պապիկյանի կողմից առաջին թիմային դուգանքը առասարակ այս քառորդում Մարատ պոստում շատ լավ հարձակվեց Դամիոն Ուիլյամս ջունիորի դիմաց եւ իհարկե Միսմեչը Մարատի կողմից է, բացի այն, որ ավելի բարձրասակ, ավելի բարձր ցատկում է, միակ տարբերակը Դամիոնի կողմից տուգանքն էր։ Մարատ, Սենդի, շատ վստահ և հստակ անցում գիտակ հասկացել է, ինչպես երևում եմ երկրորդ քառորդի մեկնարկից էլ Phoenix Perception-ը զգում է, որ բարդ է շատ պաշտպանվել ԲԿՄ-ի դիմաց դիրքային պաշտպանությունով, դրա համար էլ մեկնարկել են քառորդը անհատական պահելով և երկու նետում նվիրվում է Սամվել Գևորգյանին Այո Երկուսից երկուս Գևորգյան Սենդի դա փոխանցում Պապիկյանին օղարկի տակով վրիպում եմ Խելացի խաղաց Գևորգյանը անիմաստ է շտապելը կարելի է սպասել խաղընկերներին հիանալի անցում Ղարախանյանից Սամվել Գևորգյան պարում է օղակի տակ
Ազատ է Մատելուսը Կանցեց 45 անկերոջը հիմա էլ Ջմարիուս Այո, խախտումը կա, միավորները չեն հաշվվելու, որովհետև մինչև այդ խախտել էր կանոնները Հայկ Ղարախանյանը Սա էլ ԲԿՄ-ի առաջին թիմային տուգանքն էր, իսկ 3 րոպեում Phoenix Perception-ը 3 թիմային է արդեն վերցրել Ջեսայես Ստանում է սենդին գնդակը, այո, համաձայն եմ, միանշանակ համաձայն եմ, որ միավորները պետք չէ հաշվել, չհասցրեց սենդին ձեռքից բաց թողնել գնդակը Կեմ Վրիպում է Կարճ 3 Սենդի Սիրելի ոչով Ռաֆայել Սենդին գնաց սպորցեց ֆլոտեր Անաջող ու խլում են իրանից գնդակը ԲԿՄ Այո Շատ բարդ է Միքայելյանին փակել արագ հարցակման ժամանակով արդեն հավաքած է լինում արագությունը Տանջվում է այսպես ասած Դամյոնը Միայնակ ու վերջապես գտավ խանկերոջը Պրինգլինով վրիպեց սեփական ռիբաունդը վերցրեց and one Փոփոխում Phoenix Perception-ի կազմում Վարան Պապիկյանը կգնա հանգստանալու Դավիթ Կարեյանը խաղադաշտում է Երեք միավոր վաստակ են չի ստացվում Ջենարուս Պրինգլի մոտ Հուշում է գլխավոր մարզիչը Ղարախանյանին ինչ պետք է անել Մեկը մեկի ստիպում էր խաղալ Կարեյանի դիմաց բայց Միրոն ներողություն Հայկը ուղղակի ուղիղ դիրքում կորցնում է գնդակը Ռաֆայել Սենդի անաջող փոխանցում Քոլինս Դա փոխանցում Քոլինսին Ղարախանյանից Այո ուներ տարածություն Մինչև օղակը ձախ ձեռքով էլ ավարտում է Դամյոն Հայ պոստում Մատելուս Նովից Կարեյան ձեռքի վրայով պաշտպանի Ոչ Ղարախանյանն էլ Մաքրում է սեփական օղակը նորից փոփոխում կլինի ԲԿՄ-ի կազմում Դավիթ Վարդանյանն է պատրաստվում հայտնել խաղադաշտում Այ արդեն Ղարախանյանը լավ պոստում է Կարեյանի դիմաց լավ փոխանցում Ռոմա Նորից պայքար ռիբաունդի համար Կարեյանն է գնդակով ինչ է արձանագրվել խախտում անհատական տուգանք Կարեյանը Ներողություն Ղարախանյանը իր երկրորդ տուգանքն է ստանում այ հիմա արդեն փոփոխումը կլինի Մարատը գնում է հանգստանալու Հիանալի փոխանցում օղակի տակ Մատելուսից նվիրում է ասիստը Կարեյանին Ներողություն Կարեյանը Մատելուսին Էրահար միջին Քեմ Քոլինս անաջող Գևորքյանն է ազատվել 3-ի վրա կարճը 3-ը Ասեմ որ տպավորություն է որ Phoenix-ը վերջին 3-4 րոպեների ընթացքում արդյունավետ խաղացույց չի տալիս, բայց այնպես չէ որ ԲԿՄ-ն մեծ առավելություն է ստացել 11 է ընդամենը այս պայն տարբերությունը չնայած էլի վրիպում է Phoenix-ը Վարդանյան փրկեց գնդակը Քոլինս ձեռքի վրայով պաշտպանի իր սիրելի դիրքից վրիպեց Մինչև վերջ նորից Պրինգլ
լավ պաշտպանությունից հետո Pringle-ը նորից վազում է առաջ, բայց Սենդին 3 է փորձելու դիպուկ եւ տայմ-աութ կօգտագործի։ ԲԿՄ-ն մենք էլ սպասենք 1 րոպեից վերադառնալուն։ ԲԿՄ-ի Գևորգյանից խելում է գնդակը, Կարեյանը 3 րոպե մնում է խաղակեսի ավարտին 8 միավորի տարբերություն չի կարողանում կրճատել Ռաֆայել Սենդին ու Ռոման էլ ուզում էր գնդակը փրկել, բայց անհաջող փոխանցում նոր րոպեներ ստացած Ռաֆայել Սահակյանին ԲԿՄ-ից Այո, կան միավորները 2 Ֆինիքսի Սահակյան, լավ փոխանցում օղակի տակ տիրապետումը չկա իր ձեռքում, բայց խախտում է կանոնները Ուիլյամս Ջունիորը Դամյոնի երկրորդ ուղանքներ եւ նաեւ լրանում են 4 թիմայինները Phoenix Perception-ի լավ փոխանցում օղակի տակ Ռոման հիանալի քաթից հետո հավաքում է միավորները Սամ վրաս պետք է ջեգիր Pringle-ը վրիպում է հայ պոստից Սահակյան Ռոման պոստում գրավել էր դիրքը, բայց Գևորգյանն է 3 փորձում հիանալի պայքար օղակի տակ Ռոմա եւ Էնդուան Դավիթ Վարդանյան Երկրորդ թիմները Փոփոխում կգնա Դամյոնը հանգստանալու Տասնմեկ միավորի տարբերությունը հաշվում ԲԿՄ-ն վերադարձրել է
Հիանալի պաշտպանություն Ղարախանյան խլել է գնդակը շատ հանգիստ երկուսը վերցնելու է Կարեյան Պոստում Միրո և խաղթում է կանոնները Ռոման հարված է ձերքին ձերքերը բարձրացրել է երկինք զարմանալով բայց համաձայն է միանշանակ մրցավարի հետ այնպես չէ որ այստեղ կար մաքսիմալ մաքուր պաշտպանություն ոչ միևնույն է իլեգալ շարժում կար պաշտպանի կողքից կա Միրոյի առաջինը արդեն իր երրորդ միավորն է վաստակում Ֆինիքսում ևս ընդամենը երկու բասկետբոլիստով դեռևս միավոր չունեն Լևոն Ասլանյան եւ Էմիլ Գրիգորյան կրկին բասկետբոլիստներ ովքեր չեն ստացել խաղային ժամանակ եւ ինչպես արդեն ասացի բոնուս ունենալով ԲԿՄ-ն գնում է տուգանային գիծ Տուգանայինից հետո դիպուկ փոփոխում կլինի Ֆինիքսի կազմում Լևոն Ասլանյանից խոսեցինք, հենց ինքներ րոպեներ է ստանում Ասլանյան Կարեյանն է անցնում միջինի վրա նետում կատարելու վրիպում է Վարդանյան մինչև վերջ Ղարախանյանը վրիպում է շատ ափսոս, բայց կարողանում է ԲԿՄ-ն գնդակը պահել իր մոտ Նորից փոփոխում Վահրամ Պապիկյանը Կարեյանին է փոփոխում Տասնհինգ վայրկյան արձակման ավարտին 45 մնում է քառորդին եւ նորից խաղթում այս անգամ էլ Ջեսայես Մատելուսն է պատժվում անհատական տուգանքով Առաջինը տեղում է Վարդանյանի ամենամեծ առավելությանն ենք այս պահին ականատես խաղում 14 միավոր Պրինգալ փայլում պաշտպանություն Ռոմա գնդակով մնում է Ֆինիքսը պահանջում էին ԲԿՄ-ի տղաները նվիրել իրենց գնդակը բայց այո հենց Ռոմայից է դուրս եկավ համաձայն եմ այս պահին էլ լավագույն ռմբարկում խաղի ԲԿՄ-ի Քեմ Քոլինսն ով արդեն երկար ժամանակ է պայստենների նստարանին է հիանալի պաշտպանություն Ղարախանյանից ԲԿՄ-ն այդ պաշտպանության միջոցով ինչու ոչ խլել է գնդակը Գևորգյան անցավ օղակի տակ բայց վրիպեց շատ հասարակ դիրքից Ջեսայես կարծում եմ չի էլ նկատել Ֆինիքսը որ քիչ ժամանակ է մնում այո միավորներ բերել են բայց տալիս են ԲԿՄ-ին Հարցակումը ավարտելու հնարավորություն 3 Գևորգյան տախտակի օգնությամբ կրակում է հեռար 3-ը 15 միավորի առավելությունը վերցնում եւ մենք գնում ենք երկար ընդմիջում կվերադառնանք 15 րոպեից
Ոսկեետի որն այն ու էտա բռնում բանսերը։ Հավե դե նույնից արվում է։ Բռնում այ երկու կես։ Աբա ես Հունիսի երկրակն է լավ նրան, մայիսին են ենք։ Այդպես զարգոյա իմ մոտ ասպրում Երասունութ, 52 այս պայն աշիվը Phoenix Perception բկմա հանդիպման ժամանակ և հիմա 15 միավորի առավելության բկման փորձելու է ամրապնդել իր դիրքերը և վերջապես վերցնել խաղում հաղթանակ, ինչպես և խաղի սկզբում ասացի շատ պետքական է այս հաղթանակը բկմայի համար, որովհետև մրցավազքում կարողանում են դիրքեր ամրապնդել Ալիգա Պրո բասկետի և բարձրանալ 5-րդ հորիզոնական, երկրորդ տուրում իհարկե եթե ստացվի, ապա արդիկին ևս, նեություն, օլիմպիադային ևս գնդակը բկման դեր Cameron Collins-ը բկմայի փորձառու բասկետբոլիստն է շարունակում լինել լավագույն ռմբարկուն խաղի 16 միավորներով ասեմ որ այս պայն բկմայի կազմում Ռաֆայել Սահակյան, Cam Collins, Ռոմա Մարատ և Էրիկ Դոգանյան իր առաջին րոպեներով ու ինչը արձանագրվել արձակական թե հիմա տեսնենք Այո, հարցակական տուգանքով պատժվում է Ռաֆայելը Սահակյան Ֆինիքսում Ջեսայես, Դամիոն Պրինգլ, Սենդի և Վահրամ Պապիկյան դիրքային պաշտպանություն նորից օգտագործելու է բկման ոտքով խաղ 14 վայրկյան արձակման ժամանակ Ֆինիքսին Սենդի ավելորդ քայլ է համաձայն է մրցավարի հետ իհարկե Ֆինիքսն է մատելուս օղակի տակ Պրինգլը ստացել է գնդակը վարումից հանում էին վերջապես ստացվեց կառավարել այն ու բերել ևս երկուս վերադարձնելով 15 միավորանոց խաղը տուգանք օղակի տակ Phoenix Perception-ի Միրոն Ազարյանը դիրքի համար պայքարում Ռաֆայել Սահակյանի դիմաց խախտեց կանոնները Մարատ
Գնաց մինչև վերջ Ռոմայի մաքրությունը չի ստացվում, բայց Քեմը դանում է վերցնելով իր 18-րդ միավորը, հիմա տեսնենք ինչ արդյունավետություն այս խաղում գրանցում մինչև այս պահ Քեմեն Քոլինսը 4 ռիբաունդ, 1 ասիստ եւ 18 միավոր, ավելի ճիշտ 5 ռիբաունդ, դեռ ցուցանիշները չեն թարմացվել, որովհետեւ վերջին արձակման ժամանակ վերցրեց ռիբաունդը եւ եւս մեկ անգամ արձակողական տուգանքով պատժվում է ԲԿՄ-ն այս անգամ հաղթումը կատարողը Մարատ Միքայելյանն էր, Դամիոն Ուիլյամս ջունիորն էր, պարկետին էր, բայց բարեբախտաբար լուրջ վնասվածք չկա։ Ֆինիքսում Ռաֆայել Սենդին է մոտ դաբլ-դաբլի, հարաբերական իհարկե, 7 ռիբաունդ, 3 ասիստ, 12 միավոր, 12 միավոր նաև Ջամարի Սպրինգլն է վերցրել, բայց ընդամենը ունի 3 ռիբաունդ խաղին ու կորցնում է գնդակը Ֆինիքսը եւ դա ստիպում է գլխավոր մարշին վերցնել տայմ-աութ, առաջին տայմ-աութը երկրորդ խաղակեսի 17 միավորի տարբերություն, մենք կվերադառնանք դադարից հետո։ Հիսույոց 40 է այս մայն հաշիվը Սահակյանը լոպոստում ստացավ գնդակ, այո երկուս Ջամարիուս հակառակ կողմ է եկել, այո անում է այնինչ արեց Սահակյանը իր օղակի տակ դիմակցի դիմաց ու պահում է հաշվի տարբերությունը Միքայելյան Հարցակական բորդն էլ Մարատի վրիպումից հետո այն ծիրեն է գալիս Փորձեց 3, շատ ուժեղ ստացվեց այդ նետումը Սենդի Եվս մեկ վրիպում Ռաֆայել Սենդիից ասում եմ այս բասկետբոլիստը հիմնականում չի վրիպում եթե անկեղծ, բայց այսօր դեռ դիպուկությունը գտնել իր մոտ չի ստացվում Վրիպում Դամիոն ջունիորից հետո էլ բարձր փորձեց ցածկով վերցնել գնդակը, բայց դա բավական չէր, Դոգանյան կարող է փորձել 3 եւ այո Գնաց մինչև վերջ Ռաֆայելը վրիպեց ու մաքրեց իր ետևից Կիսում ենք երորդ քառորդը երկու մասի Քեմ Քոլինս եւս երկու միավոր 20-րդ թվով փոփոխում կլինի ԲԿՄ-ի կազմում Արտյոմ Նազլուխանյանը իր առաջին րոպեները կստանա
Ջեսայես չունի լոու պոստում բասկետբոլիստ Ֆինիքսը իհարկե ասեմ որ իրքային պաշտպանության դիմաց լավագույն որոշումը չէ, խնդրեմ գտավ խաղանկերոջը Սենդին ով լոու պոստում էր, այո, համաձայն եմ անորակ էր փոխանցումը, բայց միևնույն է ճիշտ դիրք էր Դոգանյանի վախտավ հայտվում է օղակում երկու անց մեջ կրակոցներ էր առ երիտասարդի կողմից ԲԿՄ-ի նորից պայլում են Պրինգլը երեք է պատվիրում Դոգանյանը Կեմ այո իհարկե խախտում է արձանագրվում է երրորդ թիմային Դուգան հավասարվում են Դուգան թիմերը ԲԿՄ-ում էլ փոփոխում Սամվել Գևորգյան եւ Ավետիք Գրիգորյան խաղադաշտում Ռոման ու Քեմը գալիս են հանգստանալու իհարկե արդեն 23 է տարբերությունը հասկանում է ԲԿՄ-ի գլխավոր մարզիչը որ դեպի հեշտ է հիմա գնում իրենց խաղը եւ ամենայն հավանականությամբ հանգիստ հաղթանակ կտոնեն եւ տալիս է ժամանակ հիմնականում այն բասկետբոլիստերին այս պայդրությամբ ովքեր շատ ժամանակ այլ խաղերում չեն ստանում Չնայած մեկներկային կազմից Գևորգյանն ու Մարատը խաղադաշտում են Միքայելյան մեկ ոտքի վրայից 3 հասկացավ որի վրիպելու է վերցեց ռիբաունդը եւ եւս 2 հատում է 70-ի նիշը ԲԿՄ-ն Սենդի մատելու եւ Դամյոնին փոխանցումը չի աստում դուրս է գալիս ձեռքերի միջից ու կորուստ Էմիլի Գրիգորյանն է հեռանում, Վարան Պապիկյանը կստանա րոպեներ Միակ բասկետբոլիստ այս պայն ով ունի 3 տուգանքը անատական դա Դամիոն Ուիլյամս ջունիորն է մնացած բոլոր խաղացողները երկու թիմերից էլ չունեն երկուսից ավել այս ընթացքում Միքայելյանը 3 է կրակում պատասխանը Մատելուսի ձեռքի վրա Դոգանյանի տեղում է 9-րդ միավորն էր սա Ջեսայես Մատելուսի Մարատն էլ 17 է հավաքել, այսինքն երկրորդ լավագույն ռմբարկուն խաղի հենց ինքը Մարատն է լավ պաշտպանություն էր, բայց գնդակը խլել Ֆինիքսի մոտ չի ստացվում Մարատ Անաջող էր փոխանցումը նկատել էր Դոգանյանին, այնպես չէ որ ազատ խաղ բայց սան թիմակիցները իրար դուրս եկավ դաշտի սահմաններից Պապիկյան 3 է փորձելու Մարատի ձեռքի վրայով բենգ-բենգ Մարատ լավ բլոկ շոտ Ջամարիոս Պրինգլից ավետը փրկում է իրավիճակը Ջեսայես Ջամարիոս մինչև վերջ այո Ազլուխանյան փրկել է Դոգանյանը գնդակը Գևորգյանը ազատ է Սամվել 3 Փայլուն հատված է անցկացնում ԲԿՄ-ն շատ դիպուկ Սենդի երկու բասկետբոլիստի ձեռքի վրա մի փոքր երկար Նորից 3-ի փորձ Գևորգյանից ու երկու արձակում անց մեջ Ավետ Գևորգյանը
Փրկում է իրավիճակը ու մաքրում օղակը անկերների վրիպումներից հետո Կարեյանի ֆլոտերը չկա, անկյունում Պապիկյան կարող էր նորից նետել եւ ինձ թվում է ավելի ճիշտ կլիներ, որովհետեւ կորցրել է գնդակը եւ ասեմ, որ մարզիչները առհասարակ կապ չունի թե ինչ տարիքային թիմերի մարզիչների մասն է խոսքը, ինչ են ասում են ինչի համար են առհասարակ set player-ը, որպեսզի ազատվի ինչ-որ մեկը եւ կատարի նետում, բա եթե արդեն կա ազատություն, ապա ինչու սպասել եւ նետում չկատարել, դա նաեւ շեշտեմ, որ երիտասարդ թիմերի մարզիչների հիմնական խնդիրն ու տանջանքի պատճառն է, այսպես ասած, որ պետք է հասկացնել երեխաներին մանկուց, որ դա ճիշտ բասկետբոլ է եւ նույնիսկ եթե դու կարծում ես, որ օրինակ պատրաստ ես այդ պահին նետման եւ ավելի լավ է գտնես տարբերակներ օրինակ փոխանցելու կամ ուրիշ նետում ստեղծելու, ապա հիմնականում չգրված օրենքով նույնիսկ կարելի է ասել կորում է գնդակը կամ այնպիսի գործողություն է լինում, որի պատճառով միևնույն է թիմը միավորներ չի վաստակում, այնպես որ ավելի լավ է ուղղակի նետել ու հուսալ, որ պատրաստ է իր կամ չգիտեմ, rebound կարելի է անել օրինակի համար։ Մի խոսքով, սա ուղղակի ներքին խնդիր էր, այսպես ասած, որի մասին ուզում էի մեկ բախ խոսել։ Խախտում Մարատի դիմաց 4-րդ թիմայինը նոր է լրանում Phoenix Perception-ի 12 վայրկյան մնաց քառորդի ավարտին Գևորգյան ստացավ Դոգանյանը 5 վայրկյան Միքայելյան Պապիկյանի դիմաց անցավ օղակի տակ վրիպում է Ազդուխանյանի մակրուց չի ստացվում 58-85 ավարտում են երրորդ քառորդը եւ կվերադառնանք կարճատև դադարից հետո Գալիս ենք երկրորդ, երրորդ, չորրորդ, քառորդ եւ հիմա ԲԿՄ-ն բնականաբար հասկանալով, որ ժամանակը միայն իր ընկերն է, փորձելու է հնարավորինս շատ ժամանակ ծախսել հարձակման ընթացքում եւ միայն վերջում նետում կատարել 27 միավորի առավելություն հաշվում Phoenix-ը ոչ մի կերպ եւ դեռ չի կարողանում հաղթանակ գրանցել Ալիգա Պրո բասկետում կամ Պրո բասկետ Ալիգայում ներողություն
Դոգանյանը ազատ է 3-ի վրա, բայց դեռ փոխանցում չի ստանում, այ մասավ գնդակը Գևորգյանը օղակի տակ է, Նազդուխանյանի միջինը չկա։ Լավն էր պաշտպանությունը Նազդուխանյանի, բայց արձանագրում է, որ ձեռքին է հարված է ստացել Ջամարիուս Պրինգլը ու գնալու է ուղղանային գիծ նետումներ կատարելու։ Եթե մտնի տանք, Երկուսն էլ վրիպում է Ջամարիուսը, դա նշանակում է, որ Նազդուխանյանի տուգանքը ճիշտ էր և տեղին։ Դոգանյան երրորդ փորձը հեռվից անհաջող է։ Սենդի Մատելուս ձերքի վրայով վրիպում է հեռահոր Ռիբաունդը Ջամարիուսինն է, վերջապես ռիբաունդը վերցնում է ԲԿՄ-ն, Կարախանյան, այո, շատ հանգիստ Easy lay-up վանկարկումներով խաղանկերներից բերեց այս երկուսը։ Այո, Ջոսայես Մատելուս կարողացավ հորամանկել երիտասարդ մրցակցին։ Ավետ Գևորգյան նորից վրիպում է Սամվելը, երկու խաղ է արդեն դիպուկությունը չի կարողանում ոչ մի կերպ գտնել, չնայած հնարավոր է, որ խնդիրը նաև լինի սպորտի կառավարման կենտրոնի մարզադահլիճը, որտեղ Գևորգյանը ուղղակի սովոր չէ եւ ասեմ, որ շատ տարբեր են Օլիմպիավան ու այս մարզադահլիճը, որովհետեւ Օլիմպիավանում թե լուսավորությունը եւ թե դաշտի փոքր լինելը, ավելի ճիշտ ոչ թե փոքր ստանդարտներին իհարկե համապատասխան է, բայց չունի վերջապես շատ նստատեղեր, դրա հաշվին ընդամենը երևում է, որ փոքր է։ Եվ բացի դա էլ ասեմ, որ տախտակը ուղղակի եւս տարբերվում է, այնպես որ նաեւ տեսողական խնդիրներ են լինում նետումների ժամանակ բասկետբոլիստների, մի խոսքով ասած այն է, որ բարդ է ինտեգրվել է եւ համակերպվել է, այսպես ասած, այս դահլիճի օղակների հետ։ Ջոսայսը նորից վրիպում է։ Նազդուխանյանն է գնդակով։ Ներքևում նորից Գևորգյան ազատություն է փորձում ստանալ, Արտյոմ ոչ, նորից վրիպում է, բայց ավետը լավ պայքարեց ռիբաունդի համար, չնայած միևնույն է գնդակով Perception-ը, նորից լավ պաշտպանություն Նազդուխանյան եւ այո ոչ միտումնավոր կերպով Ջոսայես Մատելուսը ընկնում է Ավետ Գրիգորյանի վրա, դա միանշանակ անհատական խախտում է։ երրորդ ուղղակ։ Կարախանյան անցավ օղակի տակ եւս մեկ and one ոչ մի կերպ չեն կարողանում կանգնեցնել Ֆինիքսի պաշտպանները ԲԿՄ-ի տղաներին օղակի տակ։ Այո, and one-ը տեղում է Կարախանյանին Եվ Դավիթ Հովհաննիսյանը, ով նոր է րոպեն էր ստացել մոտ էր գնդակը խլելուն, բայց պահում է Ֆինիքսը իր մոտ այն։
Այո, միանշանակ համաձայն եմ, այստեղ խախտում կար, Ղարախանյանը կորցրեց դիրքը եւ միայն կարողացավ կանգնեցնել Սենդին անհատական տուգանքով, չնայած այնպես չէ, որ կարողացավ, միևնույն է։ Ռաֆայել Սենդին գնում է տուգանային գիծ։ Սենդի, այո։ Ղարախանյան շատ ուշ փոխանցեցին Գևորգյանին գնդակը, Նազուխանյան լավ փոխանցում եւ հիանալի շարժում է գնդակը, ԲԿՄ-ն նորից վրիպում է չնայած Գևորգյանը, այո, Դավիթ Հովհաննիսյանը իր առաջ եւս վաստակում է եւ մնում է միակ բասկետբոլիստը առանց միավորների ԲԿՄ-ի կազմում այս պահին Արտյոմ Նազուխանյանը, ով երկու անգամ արդեն փորձել է, ներողություն, 3 անգամ փորձել է, բայց անհաջող Գեղեցիկ կրին երբ եւս ինքը կարողանա միավոր վաստակել ցուցանիշները իհարկե միշտ էլ լավ են նայվում, երբ թիմում բոլոր խաղացողները միավորները հավաքում են խաղի ժամանակ։ Հիանալի պաշտպանություն Ֆինիքս, Պապիկյան մինչև վերջ է գնալու, ոչ, հստակ ռիբաունդ Նազուխանյան։ Եվս երկու միավոր Դավիթ Հովհաննիսյանից։ Եվ նորից խախտում է սա երրորդ թիմային տուգանքն է լրանում ԲԿՄ-ի, նորից տուգանային նետումներ ենք տեսնելու Ֆինիքսի կողմից Միրոն Նազարյան եւս մի քանի րոպե կլինի դաշտում։ Երկրորդը եւս վրիպում է, Ավետ շատ բարձր ցածկով ռիբաունդ, արագ հարձակում, այո, Արտյոմ Նազուխանյան, ԲԿՄ-ի բոլոր բասկետբոլիստները հավաքեցին միավորներ այս պահին։ Ձեռքի վրայով Պապիկյանը փորձում է Գրիգորյանի անհաջող, մեկ միավոր են ընդամենը բաժանում ԲԿՄ-ին եւ 101 միավորը Նազուխյանը անում է եւ նաեւ իր 4-րդ միավորն է վաստակում, լավ պաշտպանություն Դավիթ Հովհաննիսյան շատ մոտ էր գնդակը խլելուն ԲԿՄ-ն եւ թույլ տվեցին մրցավարները շարունակել խաղը, որովհետեւ այդտեղ 8 վայրկյանը լրացել էր արդեն, բայց հասկանալով որ այլևս խաղում ոչինչ չի փոխվելու, հաղթողի մասին իհարկե խոսքս ուղղակի լրեց խաղի մրցավարը, ցույց տալով որ կարելի է հանգիստ խաղը շարունակել, Նազուխանյան նորից գնաց մինչև վերջ, Հովհաննիսյան վրիպեց այս անգամ։ Այո, Պապիկյանի երկուսը տեղում է։ Ավետ նորից այո խախտում, արդեն երկրորդ անգամ խաղում նմանատիպ ոճով Ֆինիքսի բասկետբոլիստները խախտում են կանոնները, բայց իհարկե պարզ երևաց, որ ոչ մի միտումնավոր գործողություն չկա։ Ջմարիոս Պունգլի կողմից ուղղակի անհնար է ուղղակի կառավարել մարմինը օդում, երբ դու արդեն երկնքում ես, սավառնում ես ու տեսնում ես, որ ներքևում կա պաշտպան։ Հովհաննիսյան նորից գնաց օղակի տակ ու վրիպեց այս անգամ։
Ատելուս, Նազարյան, ուգանք չկա, Ռոման կարող է ուղարկել գնդակը առաջնագից, Հովանիսյանին ասնում է այն և Էնդուան այս անգամ արակ հարցակողական տուգանք չկարողացավ ստեղծել Դամիոն Ուիլյամս ջունիորը Շատ անաջող տուգանային նետում Հովանիսյան Ջմերուս Դոգանյանի դիմաց իհարկե անցնի էլ միևնույն է դիմավորելու են իրեն, որովհետև ինչպես արդեն երկար ժամանակ է հիմա եւս դիրքային է պաշտպանվում ԲԿՄ-ն պայքարից հետո Դամիոնն է գնդակով Ջեսայաս 4 վայրկյան արձակման ավարտին Ջեսայաս բլոկ շոտ Ռոմայից Եվ հենց իրենից էլ դուրս է գալիս գնդակը, եթե անկեղծ կարծում էի, որ պետք է արձանագրվեր հարցակման ավարտ, որովհետև հենց այդ պատճառով կորցրեց ԲԿՄ-ն գնդակը, եթե վրցավարները այսպես ասած չլռեին, բայց դա խաղային իրադրություն է, տպավորություն էր, որ կառավարում է ամբողջովին գնդակը Ռոման, դրա համար էլ սուրիչ չլսվեց ու խախտում Միրոն Ազարյանն։ Տուգանք են արձանագրում երկու նետում կգնագծից կատարելու Դոգանյանը եւ ասեմ նաեւ որ Ռոմա Սարիբեկյանը ԲԿՄ-ի խնդրեց այսպես ասած մրցավարներին մտածել ոչ սպորտային տուգանքի մասին այն միտումով որ կանգնեցնում է տուգանքով արագ հարձակումը թիմի, բայց այդտեղ ոչ մի միտումնավոր գործողություն առանց գնդակի խաղալու արագ հարձակում կանգնեցնելու չկար, պարզ երևաց որ Միրոն ուղղակի փորձում էր խլել գնդակը, բայց դա վերածվեց անհատական տուգանքի, այնպես որ իհարկե դա ոչ սպորտային տուգանք չէ, ինչպես արդեն ասացի 2 րոպե 33 վայրկյան է մնում խաղի ավարտին 104-66 է խաղի հաշիվը ջախջախի չհաղթանակով պատրաստվում գրանցել իր հաշվին ԲԿՄ-ն Եվ այո, նորից պայքարից հետո Մատելուսը ստանում է տուգանայինների հնարավորություն Շատ դանդաղ, եթե անկեղծ խաղի վերջնամասում սկսեց ընթանալ խաղը որովհետև շատ տուգանային նետումների ականատես եղանք Նորից փոփոխում Ռաֆայել Սենդին վերադառնում է Պրինգլին ուղարկեն պայստայինների նստարան Լավ pick and roll էր Դոգանյանի ու Ռոմայի միջև, բայց վրիպեց Սարիբեկյանը ուղղակի տակից շատ ազատ դիրքից Ջեսայաս Ուիլյամս ջունիորի միջին ուղղակում չէ Ռոմա միայնակ անցկացնում է գնդակը Արցախցի կիսադաշտ ավետ հերվից շատ գեղեցիկ ճիշնետում Էմիլ Անաջով փոխանցում էր
րոպե 30 վայրկյան է մնացել խաղի ավարտին Սամվել Գևորգյանը 17 միավոր է հավաքել 8 rebound 2 assist Cam Collins խաղի լավագույն ռմբարկուն մրցակից Ռաֆայել Սենդի հետ հավաքելով 20 միավոր 5 rebound 1 assist ունի տակտիկը Մարատը Միքայելյան եւս 17 միավոր է վերցրել 2 rebound 2 assist ակ կողմում Պես ասած 20 Ռաֆայել Սենդի 13 rebound եւ 4 assist-ներ միառ ժամանակ, այսինքն միակ բասկետբոլիստն է խաղի, ով կարողացել է գրանցել double-double Դամիոն Ուիլյամսը ընդամենը 2 միավոր ունի 7 rebound եւ 4 assist եւ եթե անկեղծ այլևս մեկ էլ է Ջամարիուս Սփրինգլն ու Ջեսայս Մատելուս համապատասխանաբար 18 եւ 15 միավորներ են հավաքել, այնպես որ Հարայեղ կամ շատ արդյունավետ կամ այսպես ասած ասվելու արժանի ցուցանիշներ եթե անկեղծ խաղում չկան Եվ վերջ, այդքանով խաղը ավարտվում է 71-111 40 միավորանոց շատ վստահ հաղթանակ է գրանցում իր հաշվին ԲԿՄ-ն շնորհավորում ենք իհարկե բասկետբոլիստերին մարշչական եւ նախագահական կազմին եւ վերջում ինչպես միշտ ձեզ հետ է Ալբերտ Հարությունյանը սիրեք բասկետբոլ եւ նա ինչքանի ձեզ նույն կերպ կպատասխանի ձեզ